Պարոն Բալասանյան, Ռուսաստանի դեսպան Կոպիրկինը նամակ է գրել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, քննադատելով Արծրուն Հովհաննիսյանի աղմկահարույց հայտարարությունները, որտեղ նա Արծրուն Հովհաննիսյանի պնդումները որակել է որպես սրբապղծություն։ Ինչն է առավել շատ մտահոգել դեսպանին եւ դուք համաձայն եք նրա հնչեցրած գնահատականների հետ, թե ոչ։ Երկու բան, որը ըստ էության Կոպերկին իր նամակում գրել էր։ Առաջինը, որ հանրային հեռուստաընկերությամբ գնում է նացիզմի բացահայտ բան, ագիտեն ինչա գովաբանություն, այսինքն փորձ է արվում արդարացնել ֆաշիզմը եւ անգամ դա ներկայացնել հայկական շահի ներքո, ինչը անթույլատրելի է, եւ Ռուսաստանի համար իբրև պետություն, ով իր առաջնահերթությունը սահմանել նացիզմի դեմ պայքարը, համաշխարհային պայքարը, եւ երկրորդը, որ դա ասում է մարդ, ով հանդիսանում է Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի ինստիտուտի հրամանաշտաբային, այսինքն Վազգեն Սարգսյանի համալսարանի Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի տնօրեն, այսինքն անգամ այդտեղ անունը այդ ինստիտուտի հետ չի պահել Արծրուն Հովհաննիսյանին, նման հայտարարություններ անել, կասկածի տակ դնելով առասարակ եւ մեծ հայրենականը եւ այդտեղ հայ ժողովրդի ավանդը ընդհակառակը ներկայացնելը, որ ոչ միայն այդքան մարդ ըստ էության անիմաստ է զոհվել, այլև կարող են չզոհվել, որովհետեւ պարզվում է Գերմանիան այսպիսի պլաններ ուներ։ Սա է կարծում եմ Կոպերկինի եւ որ ամենակարևորը իհարկե որ դա արվել է բնականաբար ոչ այսպես Արծրուն Հովհաննիսյանի նախաձեռնությամբ, այլ դրա թիկունքում շատ ավելի բարձր օղակներ են կանգնած եւ կարծում եմ հենց դա է նկատի ուներ Կոպերկինը։ Եվ այստեղ քաղաքագետներ կան տարբեր, նրանք գտնում են, որ Կոպիրկինը սրանով խառնվում է մեր գործերին կամ միջամտություն է անում մեր կադրային քաղաքականությանը։ Կոպիրկինի նամակում միջամտություն տեսնում են, բայց օրինակ Հայաստանի Հանրապետության դատավորներից մեկի նկատմամբ քրեական գործի շրջանակներում դատարանում Ամերիկայի դեսպանատան ներկայացուցչի ներկայությունը չեն տեսնում շատ զարմանալիորեն եւ այնտեղ չեն տեսնում ներքին գործերին միջամտություն կամ չգիտեմ Ադրբեջանի արտգործնախարարի Հայաստանի համանդրությունը փոխելու եւ Հայաստանի քրեական օրենսգիրքը փոփոխություն ենթարկելու այդ հարցը իրենք չեն տեսնում, չեն դիտարկում իբրև Հայաստանի գործերի միջամտություն։ Սա միջամտություն չէ։ Մարդիկ ուղղակի կամ քաղաքական կարճատես են կամ չեն, ավելի ճիշտ լավ հասկանում են, ուղղակի պետք չի իրենց ճիշտ ներկայացնել, որտեղ իրենք շահերն ունեն։ Կոպերկինը ոչ թե միջամտում է Հայաստանի ներքին գործերին, այլ նշում է, որ Արծրուն Հովհաննիսյանն ասել է մի բան, որ ուղղակիորեն հակասում է այն այսպես ֆաշիզմի դեմ պայքարին, որի առաջամարտիկ է եւ որը իր արտաքին քաղաքական առաջնահերթություն է սահմանել Ռուսաստանը։ Հետևաբար սա Հայաստանի ներքին գործերի միջամտություն չէ, սա կոչ է զսպվածություն եւ կոչ է հետայսու նման այսպես հարցերում լինել բավականին զգույշ հաշվենկատ եւ ավելորդ լարվածություն չստեղծել կամ չխորացնել լարվածությունը երկկողմ հարաբերություններում, ոչ ավել։ Իսկ ո՞րն է Արծրուն Հովհաննիսյանի հայտարարության խորքային նպատակը եւ արդյոք դուք համաձայն եք, որ ինչ որ օվերտոնի պատուհան է բացվում սրանով։ Դա նպատակը դա է, կասկածի տակ դրել երկրորդ համաշխարհային եւ մեծ հայրենական արդյունքները։ Ինչու՞։ Որտեղ դա այն հաղթանակներից մեկն է, որով հպարտանում է հայ ժողովուրդը։ Մայիսի 9-ը մեր ձեռքից վերցնի Շուշի հաղթանակի օրը, որ Շուշին այսօր չկա, հանձնված է։ Մայիսի 9-ը մեր ձեռքից վերցին եռատոներից մեկը Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օրը, դա էլ մեր ձեռքից վերցվեց ըստ էության։ Մնացել է մայիսի 9-ը մեծ հայրենականի հաղթանակի օր, որին հայ ժողովուրդը տվել է 300,000 զոհ եւ որ ամենակարևորն է, հայ ժողովուրդը միակ ժողովուրդն է խորհրդային միության ժողովուրդներից, ում ազգային դիվիզիան մասնակցել է Բերլինի օպերացիային եւ հայ ժողովուրդը իրավամբ իրեն կարող է համարել աշխարհը ֆաշիզմից ազատագրած ժողովուրդներից մեկը։ Եվ սա բնականաբար առաջին հերթին անգլոսաքսերին պետք չի, քանզի իրենք վաղուց են սեփականաշնորհել
երկրորդ աշխարհամարտի արդյունքները եւ Տրամպի հայտարարությունը, որ մենք ենք միայն հաղթել, մյուսները այդպես օգնել են մեզ, հենց այս տրամաբանության մեջ է տեղավորում։ Դրա համար պետք է նաեւ որ հայ ժողովուրդը չունենա որևէ հաղթանակներ եւ չկարողանա հպարտանալ այդ հաղթանակները, որոնք իմիջիայլոց հետո կարող են հիմք դառնալ նոր հաղթանակների։ Իսկ այդ դեպքում չէ Նիկոլ Փաշինյանը մեկնում Մոսկվա։ Դե ես կարծում եմ այդ հարցը ճիշտ կլինի ուղղել վարչապետի աշխատական, թե ինչու են մեկնել Մոսկվա, բայց Ալեն Սիմոնյանը կարծես թե իր խոսքում տվեց այդ հարցի պատասխան, որովհետև հայ ժողովուրդը մեծ հայրենականում հաղթած ժողովուրդ է, հետևաբար հայ ժողովուրդը ներկայացնող պետության ղեկավարը պետք է լիներ Կարմիր հրապարակում մայիսի 9-ին։ Բա ասում ենք եւ ոչ միայն դուք, որ մոռացության տալու նպատակ կա պետական մակարդակով մեր հաղթանակները։ Գիտեք, մեկը մեկին չի խանգարում, այնտեղ գնալով չի նշանակում, որ մոռացության չի տրվում կամ փորձ չի արվում մոռացության տալ։ Ուղղակի աշխարհաքաղաքական իրավիճակն է այնպես, որ տարբերակ չկար մերժելու ըստեղության Ռուսաստանի նախագահին եւ չմեկնելու Մոսկվա։ Իմ անձնական կարծիքն է դա։ Հա, իսկ ինչու տարբերակ չկար։ Այդ այս կարծում եմ ճիշտ կլինի այդ հարցը այլ ուղղությամբ ուղղել, որովհետև ես կարող եմ ասել իմ կարծիքը, թողած որոշում, թող իրենք պատասխանեն, թե ինչու տարբերակ չկար Մոսկվա չմեկնելու, կամ եթե տարբերակ կար Մոսկվա չմեկնելու, ապա ինչու ամեն դեպքում մեկնել։